կաթողիկոսը Աստծո կողմից է, ճիշտ է նշանակված, ու կաթողիկոսի ժամկետ չկա, մինչև մահն է։ Այո։ Ու ոչ մեկ իրավունք չունի կաթողիկոսի դեմ արշավանք սկսել, որտեղ դա նույնպես եկեղեցու Բայց կաթողիկոսը երբ որ խորանի առաջ իր տված ուխտը դրժել է, դա նշանակում է ինքը Աստծո հետ ուխտը դրժել է եւ խախտել է ուխտը եւ դա պետքա արձանագրվի եւ հետևանք ունենա։ Դուք կուսակրոնության ուխտը ստանձնելու ուխտին ծանոթ եք այդ ուխտի երթմանը։ YouTube-ում կա, մի հատ գնացեք կարդացեք, տեսեք այնտեղ ինչ են ուխտում, ինչ են պարտավորվում եւ այդ տողերը պետքա համեմատություն անել։ Դա էլ իրանց սահմանադրությունն է։ Երբ որ երկրի քաղաքական ղեկավարությունը սահմանադրությունը եւ բարեվարկության կանոնները խախտի, դրա համար իրանց հեռացնելու մեխանիզմներ կա։ Նույնն է վերաբերվում է եկեղեցին, որովհետեւ հնարավոր չէ Աստվածաշնչի մեջ ասում է հնարավոր չէ միևնույն ժամանակ ծառայել եւ Աստծուն կամ եւ մամոնին, կամ Աստծուն պետք է ծառայես կամ մամոնին։ Կնեք, մի հարցում եմ ես տամ։ Աստվածաշունչը նաեւ կսեմ մի տադիր, որ չտադես։ Այսինքն չէ, մի րոպե, հոп, կիսատ ես ասում Աստվածաշունչը ասում է մի դատիր, որ չդատվես, որովհետև ինչ դատով որ դատվես, նույն դատով դատվելու ես։ Ինչ չափով որ չափվես, նույն չափով։ Հիմա ես դատում եմ եւ պատրաստ եմ այդ նույն դատով դատվել։